Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասորված ծրագիրն է։ Արևմտյան Հայաստանը Հանրապետության դեսպանին պաշտոնական հանդիպումը Բուենոս Այրեսի արքեպիսկոպոսի հետ։ Արևմտյան Հայաստան ազգային ժողովը 24-րդ նիստ արավ վանդալիզմ Կոստանդնուպոլսի Սկյուտար թաղամասին հայկական եկեղեցում։ Հայերի ցեղասպանության հիշողությունը կարել չի տառնալ քաղաքական պայմանավորվածություն։ Անտերության մատնված հայկական եկեղեցին մատուրը Գյումուշ հանեյում վերականգնման կարիքոնին լույս ատասալ հայ գիրի ու մշակույթի տարոնցի սպասավորներ աշխատության առաջին հատորը անձնական պատմությունը համամարտկային ուղերձ նույն նռան հատիկները արևմտահայերենը տան մեջ ինքնության ու հաջողության ամուր հիմքը։ Հուլիսի 8-ին Արևմտյան Հայաստան Հանրապետության դեսպանի կարգավիճակով պաշտոնական ընդունելության արժանացավ Բուենոս Այրեսի arczepiskopos գերաշնորհ Տեր Խորխե Իգնասիո Գարսիա Կոերվասի կողմից։ Հանդիպումը տեղի ունեցավ Բուենոս Այրեսի arczepiskoposական պալատում։ Ինձ ուղեկցելիս արել դեսպանության պատվիրակությունը Ռաֆայել Արթինյանը, Սեբաստիան Մինիո Գոգոսյանը, Սիմոն Կարամանյանը։ Պաշտոնական հանդիպումը անցկացալ ջերմ ու բարեկամական մթնոլորտում ու տևալալ շուրջ 50 րոպե։ Հանդիպման վաղտը գերաշնորհ Տեր Գարսիա Կոերվասին ներկայացրել Արևմտյան Հայաստան Հանրապետության գործունեությունը ու հայտնանք մեր աջակցությունը յուրան հովվական առաքելությանը վրա նրան վստահվալա նորին սրբություն Հռոմի Պապ Լևոն 14-րդի կողմից որպես Բուենոս Այրեսի հայ կաթոլիկ համայնքի Տիրամայր Նարեկի եպարխիայի առաջնորդ։ Հանդիպման ավարտին կատարվալ պաշտոնական լուսանկարահանում, իսկ arczepiskoposին որպես նվեր հանձնվան Ավրորա Մարդիգանյանի գիրքը ու հայկական գինու մեհատ շիշ։ Արևմտյան Հայաստան Հանրապետության ազգային ժողովին 24-րդ նիստն այլել վերևարել Արևմտյան Հայաստան Հանրապետության նախագահ պարոն Արմենակ Աբրահամյանը։ Նիստին վերակայացալ առցանց ձևաչափով մասնակցան ընտրված 52 падգամավորներն 16-ը։ Նիստի վաղտը միաձայն հաստատվալ օրակարգը, վերից հետո նախագահ Արմենակ Աբրահամյանը հանդես եկալ զեկույցով անդրադառնալով սիոնիզմին որպես քաղաքական ու ազգային շարժում։ Ինքը ներկայացրել սիոնիզմի ձևավորման պատմական ու քաղաքական նախադրյալները, նպատակներն ազդեցությունը մասնավորապես Արևմտյան Հայաստանը հայ ժողովրդին իրան։ Օրակարգի հաջորդ ազգային ժողովի նախագահ Տիկին Էլի Հարությունյանը ներկայացրել հուլիսի 13-ից 17-ը կայանալիք ՄԱԿ-ի բնիկ ժողովրդների իրավունքների փորձագիտական մեխանիզմի 19-րդ նստաշրջանի աշխատանքները։ Նշվել ավերնիստին վաղտը ելույթներով հանդես ընկել Արմենակ Աբրահամյանը, Լիդիա Մարկոսյանը ներկայացնել բնիկ ժողովրդների իրավունքներին առնչվող հարցերը։ Նիստի ավարտին նախագահ պարոն Արմենակ Աբրահամյանը անփոփալակ քննարկումներ ընդգծելով միջազգային հարթակներում Արևմտյան Հայաստանում բնիկ հայ ժողովրդի իրավունքների հետևողական պաշտպանության կարևորությունը։ Կոստանդնուպոլսի Սկյուտար թաղամասի Սուրբ Կարապետ եկեղեցու թաղային խորհուրդը հայտնաբեր հուլիսի 7-ին լույսի 8 գիշերը անհայտ անձը ներխուժալա Պաղլար Բաշիի Սուրբ Կարապետ գերեզմանատուն ու վնասալա 6 դամբարան Հունցնև գերեզմանատան տարածքում գտնվող աղբյուրը։ Դեպքը խորացավ ու վրդովմունք առաջացրել համայնքի անդամների շրջանում, հատկապես են ընտանիքների վեր հարազատները հանգ չմնեն գերեզմանատանը։ Թաղային խորհուրդը անմիջապես դիմալա իրավապահ մարմիններին վերսկսալ ինքնությունը, հանցագործի ինքնությունը բարձելի ու իրան օրենքի ռճի պատասխանատվության ենթարկել նպատակով։ Հայոց Պատրիարքարանը խստորեն դատապարտել համայնքի սրբ հավայրի ու հանգուցյալների հիշատակին ուղղված այս վանդալիզմի դեպքը շնորհակալություն հայտնելով անվտանգության ծառայություններին գործի բացահայտման ուղղությունով ցուցաբերած օպերատիվ ու պատասխանատու գործի հետի։ The Washington Times-ը գիրում ավեր նույնիսկ հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորման դեպքում հայերի ցեղասպանության հիշողությունապատմական արդարության պահանջը կարել չնանտեսվին։ Ըստ հոդվածի կային հարաբերությունները պիտի հիմնվին երկխոսության իրան, սակայն ոչ պատմական ճշմարտության հաշվին։ Արևմտյան Հայաստանը Գյումուշ հանեյի նահանգի Մեջջիլթի գյուղի տարածքում գտնվող պատմական Այվալոս հայկական եկեղեցին Պավրեզի մատորը շարունակում մնալ անտերության մատնված չնայած այն հանգամանքի վերտարան գտնվում են պետական պահպանության տակի։ Տեղի բնակիչներն համայնքի ներկայացուցիչները պահանջում են անհապաղ սկսել պատմական հուշարձանների վերականգնումը։ Բյուզանդական ժամանակաշրջանը պահպանված սրբավայրերը տարիներ շարունակ վերանորոգվել չեն։ Եկեղեցին մատորի ներսում նատանի քինաճած ծառերը վնասում են շինությունների պատերնա հիմքերի զգանց որոնողների անօրինական պեղումները զգալի ավերածություն են պատճառել պատմական կառույցներին։ Մեջջիլթի շենի ղեկավար Օմյուր Քլնչասլանը նշալավեր ծառերի տարիքը հստման շուրջ 20-ից 30 տարվա, ինչը վկայում էր հուշարձանների պահպանության հռչակման ետը տրանս վիճակով գրեթե ոչ մի հետաքրքրվել չի։ Իրանացելավը եթե շուտապույտ միջամտությունի մեջ եկեղեցին մատորը կարին առաջիկա մի քանի տարիների ընթացքում ամբողջությամբ փլուզվին։ Տարոն Տրուբերանի հայրենակցական միության Հալեպի վարչության աջակցությունով լույս ատասալ Լևոն Շարոյանի հայ գիրի ու մշակույթի տարոնցի սպասավորների գրքի առաջին հատորը։ Աշխատությունը ներկայացնում է Տարոն Տրուբերանի նշանավոր մտավորականների ներդրումը հայ գրի, կրթության ու մշակույթի զարգացման մեջ նպատակ ունենալով պահպանել ու հանրահռչակել տարածաշրջանի հարուստ պատմամշակութային ժառանգությունը։ Ռեժիսոր Շեյլա Քորքութի նույն նռան հատիկները վավերագրական կինոն ներկայացվելու է Երևանա Ոսկեծիրան կինոփառատոնի GAAFF Pro Work in Progress հարթակումը։
Կինոն պատմա ռեժիսորին DNA-ի հետազոտությունով բացահայտված հայկական արմատների ու ցեղասպանության տարիներին բաժանված ընտանիքի վերամիավորման մասին, անդրադառնալով հիշողության, ինքնության ու պատկանելիության թեմաներին։ Արևմտահայերենի ազգային ինքնության ու մշակութային ժառանգության կարևոր հիմքերանա դոկտոր Արտաշ Ջեպեջյանը շեշտում էր ընտանիքը մայրեն իլյուզիի փոխանցման գլխավոր միջավայրն է։ Արևմտահայերենի պահպանումը համապնդում ընտանեկան ու մշակութային կապերը համել նպաստում է խորհրդի զարգացմանը, թեզակրթական ու մասնագիտական հնարավորությունների ստեղծմանը։ Լիզուն կենթանի պահի լավագույն միջոցը ամեն օր ընտանիքում օգտագործելն է։ Սիրելի հայրենակիցներ, սորվայտի այսքանակ պատրաստալա բրիկ ուշադրության հետ իպանտկացիք։